Ողջույն գործարարlik եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոզյան։ Պարոն Լոկմագյոզյան, մեր հաղորդման շրջանակներում վաղուց չենք անդրադարձել թուրքական առհասարակ արտաքին քաղաքականությանը, որովհետև կարծես այսպես լճացած process-ներ էին գնում անընդհատ կրկնվող հայտարարություններ եւ ամեն անգամ անդրադառնալուց կարծես նույն կարծիքներն էին հնչում տաղավարից, սակայն վերջերս մի իրադարձություն տեղի ունեցավ Մեքքայում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը ստորագրեցին ընդհանուր պաշտպանության պայմանագիր, այսինքն այսպես ասած ռեգիոնալ ՆԱՏՕ է ստացվում էլի, այսինքն մեկի վրա հարձակում է, մյուսի վրա հարձակում եւ ռազմական բնագավառում շատ այլ համագործակցության համար, սա սենց մակերեսային տեսանկյունից այսպես է երևում, որ Պակիստանի միջուկային ներուժը, արաբական կապիտալը եւ թուրքական, այսպես ասած, համեմատաբար զարգացած տեխնոլոգիական բանակը հզոր պակտ են կազմում, բայց թե ինչքանով է այդ պակտը եւ ում դեմ է ուղված, չնայած նրանց հայտարարություններին, որ ոչ ոքի դեմ ուղված չէ, ինչու հենց այսօր այս աժոտաժի ֆոնին այդ մերձավարավելքի դա ստեղծվեց եւ իրականում ում դեմ է ուղված եւ որն է Թուրքիայի շարժառիթն ու հիմնական շահը այս պակտը կնքելու։ Այստեղ հետաքրքիր բաներ կան, ամենաառաջի հետաքրքիրը այն է, որ նման պակտ կազմվեց եւ կարծեք թե լրիվ մնչիկ կատարվեց այս գործը, աշխարհը չլսեց այնց մեծ բաներ, նախորոք չլսեցինք, թե այդպիսի բան են ստորագրելու։ Կարծեք թե այնց գախտնի իրար մեջ խոսեցին ու անձայն անշշուկ այսպիսի բան արեցին, չնայած որ դա էլ երկրորդ հետաքրքիր բան է, սա շատ կարևոր խնդիր է, շատ հետաքրքիր եւ շատ էլ վտանգավոր կարող է լինի։ Առաջինը նայենք այդ երեք երկրներին՝ Պակիստանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, այնպես չէ որ բոլորը իրար հետ շատ հաշտ քաղաքականություն վարող երկրներ են, օրինակ հատկապես Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան այդ հատկապես սուննիների ղեկավար լինելու հարցում իրար հետ մրցակցող երկրներ են։ Ես հենց այդպես էլ մտածում էի գաղափարական տեսանկյունից միգուցե այդ իսլամական աշխարհի լիդերությունը վերցնելու առումով իրենք պիտի որ մրցակից լինեին դրա համար։ Այդպես էլ կա, իրենք մրցակից են եղել միշտ էլ։ Չնայած ժամանակ առ ժամանակ իրար հետ համագործակցել են, բայց հիմնականում մրցակից են եղել երկու մեծ դերություններ են, որոնք հավակնում են այդ լիդերի, այդ ղեկավարի դիրքին եւ հիմա իրար հետ միանգամից պակտ են կազմում։ Իհարկե Թուրքիա եւ Պակիստանը դա կարելի է հասկանալ, որովհետեւ Թուրքիան եւ Պակիստանը արդեն վաղուց իրար հետ շատ սերտ հարաբերությունների մեջ են եւ կարելի է անգամ ասել, որ Պակիստանը եւ Թուրքիան ավելի մոտ են իրար հետ, քան Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ ավելի շատ իհարկե այդ Պակիստանի կողմից է գալիս, Պակիստանը շատ գպնում է Թուրքիային, որպես իր մեծ եղբայրը համարում, իր իդոլը, իր երազանքը, որ ինքն էլ ուզում է։ Իսկ այստեղ մի երրորդ հետաքրքիր հանգամանք կա, այս երեք երկրներից մեկը ատոմային երկիր է։ Այդ դա շատ վտանգավոր է արդեն, եթե ատոմային երկրի հետ ինչ որ ուրիշ երկիր կամ երկրներ այսպիսի պակտ են կազմում, այսպիսի միություն են ի հայտ բերում, դա արդեն վտանգավոր բան է, որովհետև սա արդեն ոչ ֆինանսական է, ոչ տնտեսական է, ոչ ուրիշ բան է, այլ ուղղակի իրար օգնության բան է, պայմանագիր է։ Այսինքն եթե մի երկրի վրա ինչ որ մեկը հարձակվի, այդ մյուս երկիրը պետք է օգնի, ոնց որ ասեցիք ՆԱՏՕ-ի նման։ Հիմա եթե սկսենք նայենք թե ով ում հետ ինչ հարաբերությունների մեջ է, այնտեղ ավելի հետաքրքիր է դառնում։ Օրինակ Պակիստանը Իրանի հետ լավ հարաբերություններ ունի եւ իհարկե այստեղ էլ հետաքրքիր է տնտեսական առումով Իրանը Հնդկաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, հիշենք այստեղ Չաբահարի խնդիրը, որ ուզում էին ճանապարհ սարքեին Չաբահարով Հնդկաստանը տնտեսական պոտենցիալով շատ ավելի մեծ է, սակայն երբ որ Հնդկաստանի եւ Պակիստանի մեջ խնդիր է առաջանում, ինչպես վերջերս դա կատարվեց, Իրանը միանգամից
բանին է, Պակիստանին է աջակցում, ոչ թե Հնդկաստանին է աջակցում։ Այսինքն տնտեսական առումով Հնդկաստանի հետ է Իրանը, քաղաքական կամ ռազմական առումով Պակիստանի հետ է։ Դա եթե հենց սահմանային որոշակի խնդիրներ չարտնասնելու բելուժների հետ կապված դա էլ կա, սակայն կա նաև մուսուլման լինելու հանգամանքը, բանը Պակիստանը մուսուլմանական երկիր է, իսկ Հնդկաստանը ոչ։ Իհարկե ուրիշ խնդիրներ էլ կան այստեղ, միայն մի բան չէ իհարկե այս քաղաքականության մեջ։ Մյուս կողմից նայում ենք, որ բանը Սաուդի Արաբիան Իրանի հետ լավ չի եւ վերջերս նաեւ ռմբակոծվեց, չէ, Իրանի կողմից։ Իսկ մյուս կողմից Թուրքիան էլ Իրանի հետ այդքան էլ լավ չի, չնայած երկուսի արանքն է Թուրքիայի եւ բանի Իրանի հարաբերությունները, այսինքն ոչ լավ է Պակիստանի Իրանի հարաբերությունների նման, ոչ էլ վատ է Իրանի եւ Սաուդի Արաբիայի հարաբերությունների նման, երկուսի արանք, այսինքն իրենք ցույց չեն տալիս, որ իրար հետ վատեն, սակայն հակառակորդ են մինիմում, եթե անգամ թշնամի չեն, հակառակորդ են այդ երկու երկրները, միշտ էլ այդպես է եղել պատմության մեջ էլ եւ այսօր էլ այդպես կա։ Եվ Թուրքիան միայն առիթ է սպասում, որ այն խոսքը կա, չէ, հայերենով գովը որոնգնի դանակ քաշելու շատ կլինի, հնչեցրել են կեստավից։ Բանը Իրանը այս դեպքում այդ կովն է, իսկ Թուրքիան այդ դանակը ձերում բահացն է, դեռ չի քաշած դանակը, բայց հենց որ կովը ընկնի, դանակը հաստատ քաշողներից այնց առաջիններից մեկը կլինի Թուրքիան, եթե ոչ առաջինը։ Արիցից կոկտոբի բաց չի թողնի այդ արիթը։ Այդ պատճառով շատ հետաքրքիր գազմ է այստեղ։ Դրա համար էլ պետք է մտածել, լավ, ում դեմ է այս միությունը կամ ումից են ուզում պաշտպանվել։ Ենթադրաբար ներողություն, ենթադրաբար հենց Սաուդյան Արաբիայի, եթե զուտ վերջի, քանի որ սա ասենց սպոնտան ձևավորված ինչ որ բան էր, չնայած որ վերջին մի տարվա ընթացքում երևի շատ այցելություններ են եղել Թուրքիայից Սաուդյան Արաբիա, այնտեղ ներդրումներ կորզելու է իրենց այն նոր ինչ որ սերնդի կործանիչներ քահանները արտադրելու, այդպիսի ինչ որ համագործակցություններ վերջին մի տարվա ընթացքում համենայնպես ձգտում դրան եղել է, բայց այսպես է երևում, որ վերջին զարգացումներից, որ հենց միայն Սաուդյան Արաբիան իրանական հարվածներից, հարավից նույնպես ճնշումներ ունի արդեն Եմենի կողմից, հութիների կողմից, դրա համար է անում։ Բայց հենց այդ կազմը ու բանը մի քիչ ու սպոնտանությունը այս ամենի տարօրինակ էր։ Բայց այդ դեպքում հիմա ես դրան եմ ուզում մտնել։ Հիմա ասենք թե եթե Սաուդի Արաբիան մտածում է, որ Իրանից եթե նորից հարձակումներ լինի կամ ցամաքային հարձակում այդքան անհավանական է, հավանական չէ այդքան, սակայն այնուամենայնիվ մտածենք թե Իրանը հարձակում է ստանում ներողություն, Սաուդի Արաբիան հարձակման տակ է մնում Իրանի հարձակման եւ ասում է թե եկեք օգնեք ինձ։ Իսկ ինչ է լինելու։ Թուրքիան պատրաստ է հայտարարելու Իրանի դեմ։ Այսինքն կարծում որ վերջին հայտարարությունները լրիվ հակառակն էին, պատերազմի ընթացքում անընդհատ կոչանում չհարվածել Իրանին, կանգնեցնել պատերազմը եւ ուրիշ ոչ մի այդպիսի բան չէ։ Եվ մյուս կողմից Պակիստանը, որ Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, ինչը Իրանի վրա պիտի հարձակվի, որ Իրանը Սաուդի Արաբիայի վրա հարձակվել է։ Իհարկե տեսական առումով այսպիսի բան կարելի է, տեսական առումով։ Ու եթե մենք հիմա մտածենք թե լավ, Իրանը հարձակվեց Սաուդի Արաբիայի վրա եւ Սաուդի Արաբիան օգնություն խնդրեց եւ գոնե Թուրքիան օգնեց, ինչպես պիտի օգնե, եթե ցամաքային հարձակում համարյա թե բացառված է ցամաքային հարձակումը, ինչը Թուրքիան ինչ որ գրակ է Իրանի վրա։ Այն գործողությամբ ինչով որ պիտի հակազդի Սաուդյան Արաբիան, նույն գործողությանը գոնե թե նույն գործողությանը աջակցելու։ Ընդունենք, որ Թուրքիան գրակեց Իրանի վրա, որովհետև Իրանը գրակեց Սաուդի Արաբիայի վրա։ Եթե Թուրքիան գրակեց Իրանի վրա, պիտի Իրանը հետ գրակե։ Հիմա Թուրքիան նաև մի ուրիշ պակտի մեջ է։ Դա էլ ՆԱՏՕ-ն է։ Ինչ է լինելու, եթե Իրանը հարձակվեց, այսինքն գրակեց Թուրքիայի վրա, հերիք է որ 2-3 հատ ռակետ ախպե։ Հետաքրքրական է, որ ՆԱՏՕ-ի կողմից համենայնպես բարձրաստիճանների կամ հենց Միացյալ Նահանգներից այս պակտի մասին այդպիսի բաներ թերևս չեմ կարդացել։ Հիմա այստեղ մյուս խնդիրը կա։
ով կա այս ամեն ինչի հետևում։ Ու մտահոգացումներ սա Սաուդի Արաբիայի, Թուրքիայի, թե Պակիստանի, թե մի ուրիշ ուժի, չորրորդ ուժի։ Օրինակ, եթե նայենք այս 3 երկրներն էլ մի երկրի հետ լավ հարաբերության մեջ են, դա էլ Ամերիկան է, Միացյալ Նահանգներն է, Պակիստանն էլ, Սաուդի Արաբիան էլ, Թուրքիան էլ լավ հարաբերությունների մեջ են։ Միգուցե այսպես կաղապար ստեղծելու, ինչ որ մթնոլորտ ձևավորելու տարածաշրջանում Իրանի հետագա գործողությունները կանխելու համար։ Շատ հավանական է, որ այս ամեն ինչի հետևում Ամերիկան է կանգնած եւ երկրորդ բլոկ է ստեղծում։ Երկրորդ բլոկը ստեղծում եւ խառնում է այս հարաբերությունները իրար, գծերը խառնում է, որտեղ ինչպես որ ասենք, Սաուդի Արաբիան ՆԱՏՕ-ի մեջ չէ, սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի մեջ, այս 3 երկրներից միայն Թուրքիան է ՆԱՏՕ-ի մեջ։ Իսկ Թուրքիան եթե խառնվի ինչ որ գործի մեջ, թեկուզ ասենք Իրանի դեմ, այն ժամանակ կստացվի, որ ՆԱՏՕ-ն պիտի խառնվի արդեն այդ գործի մեջ։ Մյուս կողմից Պակիստանը ատոմային երկիր է։ Այստեղ պետք է զգուշ լինել, պետք է վախենալ անգամ։ Եթե հիմա ասենք Իրանը նման խնդիր առաջացնի, ասենք Թուրքիայի վրա հարձակվի կամ Սաուդի Արաբիայի վրա հարձակվի, վտանգը գա, որ Պակիստանը Թուրքիայի կամ Սաուդի Արաբիայի կողմից ինչ որ պիտի գործ կատարի։ Ինչ որ մի գործարք է, պիտի մի բան անի Իրանի նկատմամբ, չէ։ Իսկ եթե պատերազմը սկսի Իրանի եւ բանի միջեւ, Պակիստանի միջեւ, դա կլինի երկրորդ ճակատ Ամերիկայի համար եւ Իսրայելի համար, դա շատ ծերնդու կլինի։ Եվ երկրորդ ճակատ ատոմային երկրի հետ կապված։ Շղթայական համաշխարհային պատերազմի ավերածը։ Տեսնում եք, այստեղ այս հենց այդ շղթայական կապերը կան այստեղ։ Ես այդպես եմ կարծում։ Այդ Մեքքեի այդ Երոդանին կապված է ՆԱՏՕ-ի հետ, կապված է Ամերիկայի հետ, ուրեմն կապված է նաև Իսրայելի հետ, չէ՞։ Տեսեք, այստեղ ինչպես որ մենք երկուսս էլ տեսնում ենք, գա մի երկիր, որը կարող է թիրախ լինի, դա էլ Իրանն է։ Եվ շատ հավանական է։ Իսկ Իրանի հետ ով պրոբլեմ ունի Իսրայելը։ Ոչ միայն Չէ, Իսրայելը Իրանի հետ գլխավոր պրոբլեմ ունի Իսրայելը։ Իսրայելի պատճառով Ամերիկան էլ պրոբլեմ ունի։ Թե չէ Ամերիկան այդքան մեծ պրոբլեմ չի ունենա Իրանի հետ։ Այ Իսրայելն է որ Ամերիկային ուղղում այդ ուղղությամբ միշտ էլ դենց եղել վերջի տարիները հատկապես Իսրայելն է շատ դավադրապաշտական ինչ որ բան է թվում, որովհետև այս ամեն ինչ այս խաղը ավելի մեծ է, քան տարածաշրջանի խաղ։ Սա իհարկե բոլոր համաշխարհային շուկաների խաղը, պատերազմ Չինաստանի դեմ, բոլորն էլ մեծ են։ Այս մեծ խաղի փոքր մասերն են։ Այսինքն մի վարակույր է սա, բայց կարևորներ կա, երկրորդական կա, դրանից փոքր խաղեր կան եւ այլն, բայց սա մի նոր խաղ է փաստորեն, որ ի հայտ եկա, մի նոր բան քշեցի մեջտեղ։ Այսինքն խաղը կարծեք թե մի նոր փուլ ստացա։ Այսինքն այդ խաղը խաղացվում է արդեն վերջի տարիներին, մի փուլը, մի նոր քայլը օրինակ բաններ, Ուկրաինաներ, մի նոր քայլը Արցախն ու Հայաստանին, միև հիմա սա նոր քայլ է։ Հիմա սրանից հետո ինչ է երկրորդվելու այստեղ։ Այսինքն այս ստորագրությունը գցեցին ու վերջացավ ու դա էր ամեն ինչ։ Ընթացքում մի հատ հետաքրքիր բան էլ եղավ ընթացքային, Եգիպտոսն էր ուզում միանալ պակտին, սակայն Թուրքիան ընդունում էր Եգիպտոսի բան, սակայն դեռ ոնց հասկացա վետոյի բան կար, ամբողջությամբ տենց պակտը չեմ ուսումնասիրել, բայց մերժեց Սաուդյան Արաբիան, ընդունում էր Թուրքիան, մերժեց Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսին չընդունեցին պայմանագիր։ Որովհետև Եգիպտոսը այդքան էլ հարմար չի իր քաղաքականությունը։ Ոչ Եգիպտոսը, ոչ օրինակ, եթե անգամ Հորդանանը լիներ, Հորդանանը, Եգիպտոսը, նրանք հարմար բաներ չեն, բերություններ չեն, որովհետև իրենք քաղաքական առումով մի քիչ վերջի տարիներին դարբեր քաղաքականություն առաջ տանող երկրներ են եւ չեն հարմարվում հատկապես հենց Սաուդի Արաբիայի քաղաքականության մեջ։
Սաուդի Արաբիան էլ իր քաղաքականությունն է անում, իր առանձին քաղաքականությունը, եւ այդ քաղաքականությունն էլ իմիջիայլոց այդքան է շատ չեր հարմարում հատկապես մի ուղղությունով, այդ կրոնական ուղղությունով Թուրքիայի քաղաքականությունը։ Թուրքիան եւ Սաուդի Արաբիան միայն մի դեպքում իրար հետ համագործակցեցին, դա էլ այն էր, որ աստեն վերջի տասնամյակներում, դարիներ առաջ, մի քանի տասնամյակ առաջ սկսեցին այդ գործընթացը Եվրոպայում եւ հատկապես Գերմանիայում մզգիթներ կառուցել։ Այս դեպքում այս ծրագիրը երկու երկիր առաջ տարան Սաուդի Արաբիան ֆինանսավորում էր, հատկապես սկզբնական շրջանում Թուրքիան այդքան էլ մեծ տնտեսական կարելիություններ չուներ։ Սաուդի Արաբիան ֆինանսավորում էր, իսկ Թուրքիան անում էր այդ գործը, որովհետև Սաուդի Արաբիան Գերմանիայից մզգիթ պահանջելու դիրք չուներ, բայց Թուրքիան ուներ։ Թուրքիան 3.5 միլիոն մինիմում թուրք կա Գերմանիայում, եւ Թուրքիան այդ առումով Գերմանիային ասում էր, ես այստեղ իմ քաղաքացիները եւ իմ ժողովուրդը ունեմ, որոնք դրա գարիք ունեն։ Սաուդի Արաբիան այդպիսի բան չուներ, Սաուդի Արաբիան Սաուդի արաբիացի արաբներ չուներ այնտեղ, որ ասեր այդպիսի բան։ Իսկ Թուրքիան ուներ։ Դրա համար Թուրքիան պահանջատերներ, Թուրքիան կազմակերպողներ եւ ջարդարաբեդական գործերը ինքն էր անում, շինարարական գործերը ինքն էր անում, բաները այդ մոլլաները բաները Թուրքիայից էին գալիս, իմիջիայլոց թուրք պաշտոնյաներ էին եւ են մինչեւ այսօր են, այսինքն Թուրքիայից են իրենց թոշակը ստանում, այսինքն եւ ով որ փողը տալիս է, նայել որոշում է բարը, այսպես ասած։ Իսկ Սաուդի Արաբիան միայն ֆինանսավորում էր հանուն իսլամի եւ հանուն սուննիտական իսլամի, որովհետեւ դա սուննիտական ծրագիր էր, դրա համար շատ լավ համագործակցեցին։ Բացի դրանից, համարյա թե բոլոր մարզերում Սաուդի Արաբիան եւ Թուրքիան իրար հետ հակասում են։ Հատկապես այդպես ոնց որ ասեցինք ղեկավար դառնալու խնդրում երկուսն էլ որովհետև հավակնում են այդ նույն բանին չմոռանանք որ Մեքքե Մեդինեն Սաուդի Արաբիայում է սակայն խալիֆատը Օսմանյան կայսրության ձեռքում էր այսինքն իրենք վերցրել էին զորով էին վերցրել գողացան իհարկե այդ ամեն ինչը Մեքքե Մեդինեն դարձավ Օսմանյան տարածք եւ այդ բաները վերցրեցին այդ սրբությունները բերեցին եւ խալիֆեությունն էլ իրենք վերակրեցին իրենց ինչը որ արաբները եւ հատկապես սաուդիները չէին ընդունում եւ չեն ընդունում մինչեւ այսօր ասում են որ հետ տվեք այդ սրբությունները նրանք պիտի Մեքքեում Մեդինեում լինեն իհարկե այսօր խալիֆատ չկա, սակայն այնուամենայնիվ վերջի խալիֆատությունը հենց Թուրքիայում էր, Օսմանյան կայսրության ձեռքում էր։ Այդ պատճառով Թուրքիան հավակնում է դրան, այսինքն նոր խալիֆ դառնալու, իսկ Սաուդի Արաբիան էլ, քանի որ դարածքը իրենն է, Մեքքե Մեդինեն իրենն է եւ այլն, եւ իրանից կողացել են, Սաուդի Արաբիանն էլ հավակնում է։ Նույնպես։ Դուք կարծում եք, որ մինչև հիմա էլ այդ խալիֆայական նկարտումները, այսպես ասած, եթե կարելի այդպես անվանել, Թուրքիայում կան։ Նկարտումները ոչ միայն Թուրքիայում կան, ինչպես քաղաքականությունից երևում է, նաև Սաուդի Արաբիայում կան։ Սաուդյան Արաբիայում բարձա, որովհետև այդ կրոնական այդ բանը իրանց մոտ գերիշխող է, էլի կրոնի ազդեցությունը։ Գերիշխող չէ։ Թուրքիայում երկու բան կա, որ քաղաքականության մեջ կարող է ամեն ինչ անեք, սա ժողովրդին ոտի անեք։ Մեկը ազգությունը, մեկն է կրոնքը։ Եվ սա միշտ եղել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից մինչև Թուրքիայի հանրապետության ժամանակաշրջանը եղել է որ եթե ուզեցել են փողոց են դուրս եկել ինչ որ մարդիկ եւ ասել են կրոնքը ձերից կնում է պիտի պաշտպանենք ու հազարներ, հարյուրազարներ, միլիոններ փողոց են դուրս եկել դրանով ամեն ինչ կարող է այդ գաղափարի տեսակետից sense ինչ որ ամորալ երևույթ է երևի այն որ Գազայում այդ ամեն ինչ որ տեղի է ունենում երկու կողմից ուղակի խոսում են չգիտեմ դեղի Եգիպտոսը սահմանն է փակում նա խոսում է չի անում մյուսն ընդհանրապես չի խոսում այդ հարցի շուրջ այսինքն ոչ մի իրական գործողություն չի անում ինչն իմ կարծիքով կնպաստեր էլի իրենց այդ սուննի աշխարհի ստատուսի առաջնորդի ստատուս ձեռք բերելու այդ ճանապարհին մի թեկուզ փոքր բայց ինչ որ քայլ կլներ եւ կբարձրացնել ես վերջերս նույնպես Էրդողանը հենց այսօր երևի այսօր էր անդրադարձավ
Գազայի խնդրին, որ դա համամարտկային եւ համաիսլամական խնդիր է, բայց դա ոնց տեսնում եք Ճիշտ է, եւ դրա մասին խոսել ենք մենք այստեղ բազմաթիվ անգամներ եւ տարբեր ժամանակներում բոլորն էլ երկերեսանի են այն որ ամբողջ արաբական աշխարհը, ամբողջ մահմեդական աշխարհը, Թուրքիան, գլխավորապես եւ այլն ինչ որ գոչեր են անում, խոսքեր են շռայլում եւ այլն, դա երկերեսանիություն է, որովհետեւ ոչ մահմեդական աշխարհը, ոչ էլ արաբական աշխարհը մատ անգամ չի շարժում, արդեն ոչ միայն այսօր, այլ տարիներ շարունակ հենց Պաղեստինի խնդրի հետ կապված միայն խոսում են եւ եթե իրենք իսկապես միանան շատ բան կարող են պայման չէ որ բادرազմ անեն ինչ որ ժամանակին 6-օրյա բادرազմը եւ այն որ կատարվեց երբ որ ամբողջ արաբական աշխարհը ոտի կանգնեց եւ բանակ գազմեցին հարձակվեցին այն ժամանակ դեռ ավելի փոքր գազմ ունեցող Իսրայելի վրա սակայն հрьяաները բոլորի գլուխը ջարդեցին, որովհետև նրանք այդ բաները պատրաստությունը չունեին, այդ կարելիությունները չունեին, եւ դրանից հետո արդեն այդ ամեն ինչը լճացավ, հետո փորձեցին էլի մի երկու անգամ, էլի իրենց գլուխը ջարդեց Իսրայելը, դրանից հետո հանգստացան, եւ այստեղ հիմա ով է ավելի շատ երկերեսանի կամ չէ, դա կարելի է դրա մասին կարելի է խոսել, օրինակ Հորդանանը հենց դրանից հետո մի անգամից փոխեց իր քաղաքականությունը, Հորդանանն էլ մասնակցել էր այդ պատերազմի մեջ, փոխեց իր քաղաքականությունը եւ սկսեց Իսրայելի հետ նորմալ քաղաքականություն վարել, ասեց, հա, Իսրայելը կա եւ ընդունում եմ, վերջացավ։ Մինչև այսօր էլ դրա համար հենց Հորդանանը որ Իսրայելի հետ սահմանագիծ է, մինչև այսօր ոչ մի խնդրեմ չունի։ Եգիպտոսը մի քիչ ավելի ուշ այդ ճանապարհի մեջ մտավ, չնայած նման չէր, էլի Եգիպտոսը ինչ որ բաներ անում է, խոսում է եւ այլն, բայց վերջի ինչպես որ ասացիք, սահմանը լավ է փակում է, երբ որ ասենք պաղեստինցիները փախնում են։ Իհարկե սա մեծ խնդրեմ է, օրինակ այդ խնդրեմի օրինակ ունենք մենք Լիբանանում, լիբանանցիք ժամանակին բացեցին սահմանները, ներս թողեցին պաղեստինցիներին, բայց ինչ եղավ պաղեստինցիները եկան ոչ միայն իրենց ընտանիքներով, երեխաներով, որոնք փախնում էին իսրայելցիներին, այլ պաղեստինցիները եկան նաև իրենց կազմակերպություններով, իրենց ռազմական այդ կառույցներով եւ այլն ու նստեցին Լիբանանի հարավում, այդ պատճառով Լիբանանը այսօր մեծ խնդիրներ ունի Իսրայելի հետ, որովհետև իրենք այնտեղ նստած են, Իսրայելի դեմ կրակում են, Իսրայելը հետ է կրակում, մտնում հելնում է Լիբանան եւ այլն, լիբանանցի գոհ չեն այդ ամեն ինչից, որովհետև այդ բادرազմը մտցրեցին, ներմուծեցին իրենց երկերը պաստորեն։ Դրա համար էլ մնացած երկրները դրանից վախենում են։ Ոչ Հորդանանն է ճանապարհ տալիս սահմանը բացում, ոչ էլ Եգիպտոսն է ճանապարհ տալիս սահմանը բացում։ Իհարկե մնացածները մի քիչ ավելի հեռու են, Սաուդի Արաբիան նույնպես ոչ մեկին չի ընդունում, որովհետև վախենում են, որ երկրորդ Լիբանան կդառնան, դա է խնդիրը։ Դե ուղղակի այստեղ որ նայում ես, թերևս այսօր Սաուդյան Արաբիայի ներուժը բավականին մեծ է, հա, նման բաների հակազդելու համար տարածաշրջանում։ Ուղղակի երևի այդ գործիքակազմը, որ ինքը ունի, կտրելն է հեշտ, որովհետև այն ամեն ինչ որ դա ապահովում է հիմնականում նավթամուղերն են ու ծովային ճանապարհները, որոնց վերահսկելիությունը այս վերջին ժամանակներս բավականին բարդացել է եւ արդեն ինչ որ խառնաշփոթ ու աժոտաժ է այդ հարցում երևի դրա համար էլ չեն ընդունում։ Մեկ էլ էս վերջերս նաև Իրանի հետ հենց կապված, հա, դիվանագիտական կապեր երկխոսություն եղավ Թուրքիայի եւ Իրանի միջև, հենց կապված է պակտի հետ, չեմ հիշում թե ով էր ում առաջինը զանգահարել, բայց դրանից հետո իրանական կողմի հայտարարություն եղավ, որում ասվում էր, որ Իրանը մտահոգվելու կարիք չունի նոր ստեղծված այս պակտի այդ պայմանագրի մասով եւ ուղղակի տարօրինակ է իրանական կողմից նման բան լսելը, որովհետեւ այսպես ասած ավելի լուրջ խնդիրներին արձագանքը ծածուկ չեն անում։ Իրանը մտահոգվելու կարիք չունի, ասում է, սակայն արդյոք չի մտահոգվում, դա ուրիշ խնդիր է։ Օրինակ Տրիպի եւ այլնի հետ կապված էլ Իրանը ասում է, որ
Հայաստանը իրեն գարանտիաներ է տվել եւ խոստացել է, որ վախենալու բան չկա, ճանապարհը չի փակվելու, ու ասում էր, որ մենք հանգիստ ենք, բայց մենք բոլորս էլ վստահ ենք, որ ինքը այդքան էլ հանգիստ չէ այս հարցերում։ Դա քաղաքականություն է։ Իմիջիալ sense քաղաքականության հետ կապված ես մի քանի անգամ խոսել եմ, քաղաքականությունը ինչ որ բաներում շատ բարձ է, շատ հասարակ է, սակայն ինչ որ բաներում արդեն շատ խրթին է եւ այստեղ նորից, ինչպես որ նաեւ ասեցիք, այստեղ խառը բաներ, շահեր իրար հետ բախվում են, այսինքն մեկը ինչ որ հարցում սրա հետ շահ ունի, բայց ինչ որ հարցում հակառակորդ են, ինչ որ հարցում սրա հետ շահ ունի, ինչ որ հարցում հակառակորդ են, միշտ էլ այդպես է, եւ օրինակ այսօր մենք տեսնում ենք, որ Սաուդի Արաբիան եւ Իսրայելը կարծեք թե իրար հետ այնքան էլ հաշտ երկրներ չեն, սակայն Սաուդի Արաբիան եւ Ամերիկան շատ իրար հետ լավ հարաբերությունների մեջ եղող բան է, սակայն խնդիրներ չկա, խնդիրներ կան իհարկե, սակայն այս պահին կարծեք թե երկուսն էլ իրար գշրադատում են այդ խնդիրները եւ իրար հետ կարողանում են առաջ գնալ, ինչի, որովհետեւ այստեղ շատ մեծ շահեր կան, ինչն է, դա էլ նավթն է, իհարկե մեկը ուզում է իր նավթը ծախի, մյուսը ուզում է այդ նավթը առնի, առանց դրա այս ոչ մի բան եւ ուրիշը չառնի նաեւ այդ հարցը, այդ խնդիրներ կա, տեսեք բանի խնդիրը, Վենեսուելայի խնդիրը ինչ է, որ ուրիշը չառնի, ով կառնի կամ ով պիտի չառնի, դրա խնդիրն էլ կա հիմա, միայն ես առնեմ չէ, այլ նա չառնի, ոչ մի դեպքում նա չառնի, դրա խնդիրը կա, դրա համար Ամերիկան եւ բանը Սաուդի Արաբիան իրար հետ այսպես ասած յոլա են գնում այսպես, սակայն այնպես չէ, որ իրենց հարաբերությունները լավ են, այսօր օրինակ հիմա տեսեք Թուրքիան Սաուդի Արաբիայի հետ ինչ որ պակտի մեջ է մտնում, սակայն այստեղ նույնպես յոլա գնալու խնդիրն է, բայց մենք գիտենք, որ այդքան էլ լավ չէ, նույնը խնդիրը Իրանի եւ Թուրքիայի հարաբերություններում է, ինչ որ հարցերում իրար հետ լավ են, ինչ որ հարցերում չեն, իսկ գալով նորից Պաղեստինի խնդիրը եւ հատկապես Իսրայելի խնդրի հետ կապված, ինչպես ասենք, ոչ արաբական աշխարհը, ոչ մահմեդական աշխարհը մատեմատիկին չի կպցնում, որ իրենց եղբայրներին, չէ, բանը մուսուլման եղբայրներին ինչ որ մի բանով օգնեն։ Օրինակ Թուրքիան շատ բաներ կարա անի, բանը նավթի, գազի, բանը ծորագը չի փակում, ինչի չի փակում, օրինակ ամենահեշտ բանն է, չէ՞։ Եվ տնտեսական հարաբերություններ գարձեք թե չունի այլևս, բայց շատ լավ էլ ունի, մենք տեսնում ենք դա, կարող են աշխարհի մի մասին խափեն մշտական կամ ժամանակավոր, այսինքն ժամանակավոր կարող եք խափեք, մշտական չեք կարող խափել, կան իհարկե մի զանգված, որ մշտական էլ կարող եք խափեք, սակայն կա մի զանգված աշխարհում, որ չեք կարող մշտական խափել, մի հատ խափեցիք, հետո վաղը ի հայտ է գալիս, այդ պատճառով լավ երևում է թե ում հետ ինչ հարաբերությունների մեջ է, եւ ես միշտ ասել եմ, նորից ասեմ, Իսրայելը եւ Թուրքիան շատ լավ հարաբերությունների մեջ են, եղել են, կան եւ լինելու է դա, եթե իհարկե տեսեք նորից գանք քաղաքականության մի խրթին խնդիրին, որովհետեւ խաղացողները շատ են եւ խաղացողները չեն իմանա թե ով ինչ կարող է անել, կարող է անսպասելի բաներ լինի, կան երկրներ, որ իրենց նստած քաղաքականություն ունեն, դրանք քիչ թե շատ կարող են գրահել թե ինչ կանեն, բայց կան երկրներ, որ այդպես չեն, հատկապես փոքր երկրները այդպես են, եւ եթե կարող է բան պատահի, մեկը այնպեսի մի քայլ անի, որ այս քարտերը սա խառնե իրար, կամ գոնե մասամ խառնե իրը, այդ պատճառով 100%-ով չենք կարող ասենք, բայց 90%-ով կարանք ասենք, որ աբակայում է Իրանը, ներողություն, Իսրայելը եւ Թուրքիան շատ լավ հարաբերությունների մեջ են լինելու, այստեղ նորից շահեր կա, իհարկե այստեղ ուրիշ բաներ էլ կան, ես կարամ միայն մի բան ասեմ, որն էր առաջին բեդությունը, հանրապետությունը, որը ստեղծեցին սիոնիստները, առաջին հանրապետությունը, որ ստեղծեցին սիոնիստները, հենց Իսրայելի պետության մասին է խոսքը։ Ոչ, թե չէ չի հարցնի։
Թուրքիան։ Այո, Թուրքիան սիոնիստների հիմնադրած անգամ կարանք մի քիչ ավելի առաջ գնանք եւ ասենք որ դա դավադրապաշտական տեսությունների ցանկից է փաստեր այնքան շատ են որ այդ արդեն այստեղ այդպեսի բան չկա առաջինը կարող ենք ասենք որ դա բաններ Ադրբեջանն էր երկրորդը Թուրքիան էր երրորդը Սովետական միությունն էր իսկ չորրորդը Իսրայելն էր դրա համար այսօր էլ Թուրքիան ղեկավարվում է ինչ որ մի խմբակի կողմից որոնք հենց այդ երկիրը ստեղծող այս երկրի հիմքը տնողների շարունակությունն են Լավ, պարոն Լոկմագիոսյան, շնորհակալ եմ շատ այս օրակարգային եւ հետաքրքրական հարցի շուրջ ձեր կարծիքը արտահայտելու համար շատ հաճելի զրույց ստացվեց, բայց ցավոք մեր եթերաժամանակը ավարտին է մոտեցել լի զարգացումներ կան, որոնց խոստանանք անդրադառնալ մեր հաջորդ եթերներից որևէ մեկի ընթացքում, իսկ սրանով այսքանը շնորհակալություն հայտնենք մեր ռադիոդիտողներին եւ ռադիոլսողներին ուշադրության համար, դուք դիտում եւ լսում եք գործար ալիքը, եթերում էր Կիսալուսնի մայրամուտը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ թուրքագետ Տիրան Լոկմագիոսյանը։ Շնորհակալություն, ցտեսություն։